Հասարակական կազմակերպությունները համատեղ կարծիք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին, նշելով, որ օրենքում նախատեսվող փոփոխությունները կարիք ունեն ավելի մանրամասն քննարկման ու հստակեցման, հատկապես այն կետերում, որոնք վերաբերում են դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի հանրային վերահսկողության ուժեղացմանը։ Այս նախագծի հիմնավորման մեջ անգամ մենք տեսնում ենք հիմնավորում առայն, որ այս դատավորների ոչ դատավոր անդամների կազմի ավելացումը, թվականակի ավելացումը, այս ռեսուրսների ծախսումը, հավելյալ հանրային ռեսուրսների ծախսումը կարող է արդյունավետ չլինել, եթե մենք ըստ էության տեսնում ենք, որ ամբողջությամբ դատավորների կողմից է ձևավորում տվյալ հանձնաժողով։ Օրենսդրական փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու դատական համակարգի թափանցիկությունը։ Հասարակական կազմակերպությունները եւս համակարծիք են փոփոխությունների հետ, սակայն նշում են, պետք է բարելավվեն նաեւ դատավորների աշխատանքի նկատմամբ վերահսկողության մեխանիզմները։ Դատական օրենսգիրքի 142-րդ հոդվածում կա հստակ կետ, որը նշում է, որ դատավորների կարգապահական պատասխանը դատավորին դատական ակտի փաստական հանգամանքների կամ իրավական հանգամանքների կապված չի կարող կարգապահական պատասխանատվության ենթարկվել, եթե չի կարող պատասխանատվության ենթարկվել, բայց մեր կարծիքով այստեղ պետք է ավելի հստակեցում կատարվի, պետք է նշվի, որ դա չի կարող պատասխանատվության ենթարկվել բացառությամբ, եթե առկա է կոպիտ անփութություն կամ դիտավորություն։ Արդարադատության նախարարության օրենսդրական զարգացման կենտրոն հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանն էլ նշել է, էթիկայի ու կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամների կազմն ընդլայնվում է։ Ըստ նրա օրենքով կգործեն չափանիշներ, որոնց հիման վրա էլ կձևավորվի հանձնաժողովը։ Բացի այդ փոփոխություններ են նախատեսվում նաև որոշումների կայացման ընթացակարգերում։ Քվորումի եւ նաեւ որոշումների կայացման ժամանակ ձայների հարաբերակցությունն է վերանայվում, այսինքն քվորում պահպանելու համար նշում ենք, որ պետք է գոնե 9 անդամը ներկա լինեն, բայց որպեսզի կարգապահական վարույթ հարուցվի, այս դեպքում արդեն ընդհանուր անդամների 1/3-ը, եթե մենք 11-ի 1/3-ը փորձում ենք հաշվենք, մաթեմատիկական վերև կլորացման արդյունքում ունենում ենք 4 անդամ, այսինքն այս պարագայում 5 անդամ, եթե ունենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից, ընդհանուր նրանցից 4-ի ձայնը բավարար կլինի, որպեսզի կարգապահական վարույթ հարուցվի եւ հարցը քննվի էթիկա եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում։ Ղարիբյանը տեղեկացրել է, որ նախագիծը գտնվում է կարծիքների ամփոփման փուլում, որից հետո այն կներկայացվի վարչապետի աշխատակազմ։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։